Երոջը դատաստանները ճշմարիտ ու բոլորովին արդար են։ Ցանկալի են անոնք ոսկի են ու շատ փորձված ոսկի են։ Մեղրեն անուշ են ու խորիսխե գատած մեղրեն։ Ինչ գեղեցիկ խոստում։ Իխնջամ որ պրորս ոտքի վրա ալանք և մեր երկարաններուն Եդևի կտնուված բաժինին 14-րդ հատվածը որ ճշմարիտ սիրո մասին մենք երեք դոնեցին շատերս Վալենտայն սիրո օր ճշմարիտ սերը Աստծո խոսքի մեջ Եթե մարդոց ու հրեշտակներուն լեզուները խոսին ու սեր չունենան, ես ցայն դվող բղինցի պես եղա, կամ հնչեցող ծնծղաներու պես։ Եթե մարգարեություն ունենան, ու հասկանամ ամեն խորհուրդները, ու ամեն գիտությունը, և եթե ունենամ ամեն հավատքը, մինչև լեռները տեղափոխելու, ու սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ բոլոր ստացվածքս աղքատներուն կերծնեմ, ու իմ մարմինս այրվելու դա, և սեր չունենամ, օգուտ մը չեմ ունենալ։ Սերը երկայնամիտ է, հացր է, սերը չնախանձիր, սերը չզգուշանար, չհպարտանար։ Անվայել վարմունք չունենար, իրենը չպնդրել, բարգության չկրկրվիր, ճարություն չխորիր։ Հրավության վրա չխնդար, ապա ճշմարտության խնդագից կլա։ Ամեն բանի կզիչանի, ամեն բանի կհավատա, ամեն բանի կհուսա, ամեն բանի կհամբերե։ Սերը բնավ չի նար, բայց եթե մարգարեություններ մնան, պիտի խափանին, եթե լեզուներ պիտի դադարին, եթե գիտություն պիտի խափանին։ Վասնզի շատեն քիչը գիտենք, ու շատեն քիչը կմարգարեյանանք։ Երբ կատարյալը գա, այն ատեն շատեն քիչը պիտի խափանի։ Երբ տղա էի, տղայի պես կխոսեի, տղայի պես խորեի, տղայի պես համարում ունեի, բայց երբ այր եղա, տղայության բաները մեկտի ծկեց։ Քանզի հիմա մենք որպես հայելի մեջ կտեսնենք, անհայտ կերպով, բայց այն ատեն երեսակերես, հիմա շատեն քիչ մտեղյակ եմ, բայց այն ատեն այնպես պիտի ճանչնամ, ինչպես ճանչվեցա։ Ուստի հիմա կմնա հավատ, հույս, սեր, այս երեքը ու Աստծո պետագույնը սերն է։ Սերն է, ամեն, աղոթենք։ Երկնավոր հայր, որքան երախտաբարդ ենք ատքու տված անսահման սիրույթ համար, որ ցույց տվիր եւ քո միածին որդի Տեր Հիսուս Քրիստոս աշխարհ ղրգեցիր, որովհետեւ իր կյանքը զոհելով մեզի քեզի հետ հաշտեցուց, մեզի մեր մեղքերը մաքրեց իր արյունով, մեզի հավիտենական կյանք տվավ իր մահով եւ Տեր Հիսուս բոլոր ըրած զոհությունը արդյունքն է Աստծո սիրո եւ փառք կդանադրանալ գմեծարենք բանոնք երկնավոր հայր եւ շնորհակալ կհայտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի կարգադրած բոլոր սիրուն զոհության եւ փրկության եկած ենք այս արավոտ բանոն բարձրացնելու եւ դեր քեզ մեծարելու մեր հարաբանություններով, մեր աղոտներով և մեր եկեղեցի կանովը, որ քու ավսպրած մենք գեդն է, որ կողքովի կարան մի թողում և մենք կողքովի կուկանք մեննիս հավատացյալներ, որպեսի քեզ մեզ սորվինք և քեզ մեզ օրինակ առնենք և ոս չի մնանք դերը երթանք և ինչ որ կսորվինք, ինչ որ քեզ մեկ առնենք մեր կյանքովը ապացուցենք մեր շուրջիններուն, մեր ընտանիքներեն ներս
մեր գործադեղիներս, որպեսի ամեն մարդ գիտնա, որ մենք քեզ կպատկանենք, մենք Հիսուսի զավակներն ենք, մենք ճշմարիտ քրիստոնյա և զինվորներ ենք երկնային հորը։ Եվ աստեր Հիսուս ապացույց է մեր կյանքերու մեջ, միան խոսողներ չլան, կյանքը ապրողներ լանք։ Գաղութենք Տեր Հիսուս այսօր այսօրվա պաշտամունքին համար դեր, թուն սկիզբ են մինչև վերջը դու ձեռքերդ մեջ առնես, թող ամեն մեկ երկ, ամեն մեկ աղոտ, ամեն մեկ ընթերցում, քո առջևդ ընդունելի ըլլա դեր, անուշահոտ խոնգի նման։ Այո գաղութենք Տեր Հիսուս մեր եկեղեցի բոլոր պետքերուն համար, նամանավան Տեր Հիսուս մեր մասնաճյուղերուն համար, նամանավան գիրակնորյային համար դեր, որ բզիկներ կուքան և քո խոսքը կսորվին, քու քեզ պարապաներ կսորվին, և Տեր Հիսուս օրհնես այդ բոլոր դասադուները, որ զոհաբեր կերպով կզարայեն այդ գործին մեջ, և թուն երկնային օրհնություններով օրհնես իրենց և իրենց ընտանիքները դեր, և այդ բզիկները մեզնան քո խոսքով են, և թուն Տեր Հիսուս մինչև վերջը հավատալի մեզ, որ իրենց սորվածները միշտ իրենց հիշեցնես և քու ջամփուտ մեջ քեզի պես թե մարմնով, թե ասագով և քու շնորհքով մեզնան Տեր Հիսուս։ Հիշես երասակներու խումբն ա դեր, որ սկսված է և թուն այդ գայձը փոցավարես և ավելի քեզի մոտեցնես։ Եվ գաղութենք Տեր Հիսուս բոլոր անոնք, որոնք ցավեր ունին, նեղություններ ունին ֆիզիկապես դեր, ինչպես գիտենք Ազրե քույրը, ինչպես գիտենք Գագույ քույրը, Մարիամ քույրը և ասոնց նման Ելիշ եղբայրը և բոլորն ալ դեր, որ քեզի պետք ունին այս սարավոր կխնդրեմ, որ դեր իրենց մոտենաս և իրենց ցավերը դետեցնես և իրենց կդարյալ հավաքին ունտաս։ Փառք ու տանք Տեր Հիսուս Հերմինե քրոջ կյանքին համար, որ դարիներ առաջ քեզ ընդունեց և մգրդվեցավ և ասիգեցին անդամ եղավ և հիմա կանչեցիր քուքովդ դեր։ Հիշես ընտանեկան բոլոր բարակաները և իրենց մխիթարություն դաս և ասի ահազանգ մալլա, որ ավելի քեզի մոտենան, երբեմները թուն տարբեր գևով կգործածես դեր, բայց մենք չենք հասկնար, բայց քեզի կվստահին դեր։ Եվ Տեր Հիսուս այսօրվա պաշտամունքը մեզ ամեն մեկուն համար օրհնություն ունես։ Աս բոլորը կխնդրենք Տեր Հիսուս, քո անունով ու փառքիդ համար։ Ամեն։ Ամեն։ Շատ հավատարիմ ենք և ամեն մարդ որդի մնաց, գտնալով, որ միասին պարապանենք Տերը։ Ինչու պիտի պարապանենք Տերը, քանի որ կհավատան, որ Աստված ուր է, ոս է, ինչ ընելու, մեզ օրհնելու, երկրորդ։ Take, 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 take,
ժամանակներում գնային գրիմային գնային և մեզի կստուշացնեմ, որ այսօր, վաղը, միջև ինք շատի անցրել գիրիք։ Շատեր կսկսին ամրակներ ներս բերել, որովհետեւ չի թրջողին, բայց մենք գիտենք, որ անցրելները ինչ է, օրդության աղբյուր է, մեր քաղաքի, մեր երկրի և մեր սրտը, որ երկենք և այդպես ախորժակով սպասենք աղբյուրության։ Go
վերջի սլայդերից երկենք, հա։ Եվ Տեր Հիսուս խոստացավ, որ նորեն պիտի գա։ Ամեն։ Նորեն պիտի գա եւ մենք ինչ պետք է անենք։ Ուրախությամբ պիտի սպասենք իր բարավոր երկրորդ հարուստը։ Երկենք։ Սիրելիներ, նախքան մեր նվիրատվությունները, զուգաբերությունները ընդունենք, շաբաթվա մեջ քույրերից մեկը մոտեցավ ինձ եւ ասաց, ես կիրակյուրը չեմ լինելու այստեղ։ Եվ ինձ հանձնեց մի հատ նամակ, ասաց, սա իմ տասանոթն է եւ ուզում եմ, որ անպայման կիրակյուրը գանձամանի մեջ լինի։ Ու ինձ հիշացրեց այն համարը, որ Հիսուսը նստած էր եւ մեկ առ մեկ բոլորի տվածներ նայում։ Մեկ առ մեկ նայում էր, թե ով ինչքան է բերում, ով ինչ է բերում։ Եվ ինձ հիշացրեց այն մասը, որ մի հատ կին գալիս է եւ իր ունեցածի ոչ թե ավելցուկից էր տալիս, այլ իրանից էր տալիս։ Ոնց ասած, իր թրուշակից առնում էր տալիս էր։ Ու այդ համարը հիշացրեց, թե այդ հավատալությունը սերը Տիրոջ տան գործերի, Տիրոջը համար բերելու համար։ Փառք տանք Աստծուն, որ դա լինում է մեր սրտինը։ Գիտես, մի բան է, երբ որ ունենք տալիս ենք, մի բան է, որ Տերը ասում է դուր ունենաս։ Լրիվ հակառակն է Աստծու մեջ։
Մենք աշխարհի մեջ եթե դի մոտս լինի կլինի, եթե չէ, բայց աշխարհը ասում է դուր, դա ներողություն, Աստված ասում է դուր, կստանաս, ամեն, Սարգիս եղբայր, եթե առաջ կարած կասում այդ եղբայր դուր, եթե կարող ես կաս եղբայրներ, և ամոթ ենք, Շնորհակալ եմ Տեր մեր բրգիչ, մեր զորավոր հայր, հարկ ու պատիվը քեզ ենք տալիս։ Շնորհակալ եմ մեր եղբայրների քույրի համար, որ վերում են այն բաժինը Տեր իմ Աստվածին զոհալությունները, թե դասարանները, եւ վերում ենք քո տանը, վերում ենք քո գործերիդ համար, վերում ենք Տեր իմ Աստված։ Եվ խնդրում ենք, որ դու օրհնես, խնդրում ենք, որ բազմապատկես 30, 60 եւ 100 անգամ, եւ Տեր իմ Աստված ամեն բան անում ենք անեն քո փառքի, քո զորության համար, շնորհակալություն, գոհարություն բերելով, Հիսուսի անունով, ամեն։ Ուսուցիչները, Այգին եւ Եսային եւ մնացածները եւ գիտեք, որ ունենք հիմա 25-ի չափ երեխաներ եւ շատ օգնության կարիք ունենք, ուրեմն պիտի խնդրեմ, այս վստահ եմ բոլորը կաղոթում եք, չէ՞, Կիրակների համար։ Եվ այս շաբաթը լավոթեք, եթե Աստված ձեր սրտին դրել է, որ կարող եք օգնության ձեռք մեկնել, եւ այս օգնության մեջ չի մտնում միայն դասավանդություն, շատ փոքր գործեր կան, որ ամեն ինչի ուսուցիչներն են անում, եթե կարծում եք, որ կարող եք ձեռք մեկնել, ուրեմն մյուս Կիրակի եկեղեցիից հետո 5-ից 10 րոպե մնացեք եւ եթե մենք այդ անունները իմանանք, ձեզ կասենք, որ որտեղ կա օգնության կարիքը եւ դուք էլ մեզ կարող եք օգնել, իսկապես շատ օգնության ձեռք պետք ունենք։ Մյուս ուզում եմ ասեմ, որ մյուս Կիրակ նորան ձեզ անակնկալ ունի, որ իրանք այս տարվա սկզբից ամեն շաբաթ Այգին եւ Եսային հավատարմաբար Աստվածաշունչից համար են անգիրանում, սո այդ բոլոր համարները, որ մինչև հիմա սովորել եմ, բեմից ձեզ պիտի ասեն, եւ ամսի 21-ին էլ field trip ունենք Կիրակ նորան, որ գնալու են թանգարան եւ դրանից հետո էլ իրար հետ ճաշելու են, Skirball Museum-ը, որ Նոյի տապանը տեղադրված է եւ շատ գեղեցիկ վայր է, խնդրում եմ, որ դրա համար էլ աղոթեք, որը փետրվար 21-ին ալնելու ժամը 11:30-ից 2:30, եթե փափակ ունեք, գիտեք մեկը, որ կարող է միանալ, կարող է մեզ միանալ, այս կան։ Ամեն։ Բարելույս բոլորի։ Բարելույս։ Ես ամեն մարդ շատ օդար չի տվարից, բոլորը դա եղացի է, բարեք եղաց։ Մի կանի հայդարարություններ, գիտեք, ջեմ գիրար աուտիսմ մեջ իժեցինք Հերմինե կույրը, որ երկինք փոխադրվեցավ, բավական իշադակներ ունենք, Հերմինե կրոջ հետ և հավադար մորեն իրեն թորնիկները գիրակնորյա առաջնորդեց, բերավ
եւ միասին 6-7 տարիներ ամեն գիրակի եւ ինքը ասիեգեցիաներս ապաշխարեց եւ մգրդվեցավ եւ աջախեց եւ տարիներ ետ կիրեն տոնիկները ետ եկեղեցի եկան այսօր ոչ չեն բայց դերը հավատարիմ է ինչպես որ Արսկույրը գարտած գրթե մանուկը իր ճամփան սկսած ադենը ձերության ադեն անգեն չխոդոր եւ աշակերտները ձերության չսպասեցին բայց երասարդ ադեն ոչ թե միայն իրենք կան եւ իրենց զավակները կբերեն իրակնորյա աղոթեն ադենտանիքին համար թավումը պիտի լա Փետրվար 4 Ամեն Փետրվար մարտ 4 Փետրվարը անցավարտ է մարտ 4 գլենդել Սուրբ Գևորգ եկեղեցին եւ Ատկևերջ Forest Lawn ժամը կան 10:30 կանի 10:30 եւ հաջորդը մենք շատեր, որ զույգ են իրենց երեք վարդեր արին կամ քարտ արին կամ Valentine Day-ը մենք մեր զույգերը նորեն գտոնենք մեզի համար ամեն օր Valentine այդպես է ամեն օր Valentine բայց քանի որ այդպես է լավ է որ տարին մի անգամ եկեղեցի զույգերով միասին ժամանակ կանցնենք, ճաշարան գերտանք եւ ասիալ բիդենենք այս տարի եւ պիտի լա փետրվար 28-ը երկու շաբաթ ետքը շատ գեղեցիկ վայր մնե եւ պիտի խնդրեմ որ սահմանապակ թիվեր դված ենք եւ պիտի խնդրեմ որ ձեր անունները դակ ինձ դեպք լավ ոչ մերգա որ ինձ անին գնանք տալ որովհետեւ թիվը լրացնենք եւ իրար հետ գեղեցիկ հոգեվոր հանդիպում ունենանք զույգերով 6:30 in the evening ժամը 6:30 տանգայի մեջ է Գեղեցիկ ճաշարան մնե, կույրերը գացեր են ասկի առաջ, ինչու չէ, եղբարները միանան զույգերով։ Եթե զույգ ես, հրավիրված ես։ Լավ, վերջին երկը անգլերեն պիտի երկենք միասնապար, ատկե վերջեն դերոջը խոսքին պիտի հանցնենք։ Go.
Այսօր խոսքի մոտ Փառք եմ տալիս քեզ Տեր իմ Աստվածը, զորավոր Հայր, շնորհակալ եմ քո ներկայության համար, շնորհակալ եմ, որ դու առաջնորդում ես մեր ամեն մի քայլը եւ խնդրում եմ Տեր իմ Աստվածս, որ առաջնորդես քո Սուրբ Հոգով այսօրվա խոսքը, մատուցեմ իմ եղբայրներին, քույրերին եւ օրհնեմ բոլորին, որդում եմ քեզ Տեր իմ Փրկիչ, քո առաջնությամբ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, ամեն, հալելույա։ Ինչպե՞ս եք սիրելիներ։ Լավ եք, ես եմ լավ, Փառք Աստծո։ Նույնիսկ ասում եմ, երբ որ լավ է, չեմ լավ եմ։ Որտև եթե Տերը ունես քո սրտում ես, լավ եմ, չես, լավ ես, ճիշտ մայրան քույր։ Ամեն, ամեն, Փառք Տիրոջը։ Ինչ եք կարծում ես Uber-ների վկայությունը լավ անցնում, որ կիսվում եմ։ Իշմ եք անցալական խոսացի, որ վերջի իմ ժամի գիշերով մեկին երիտասարդների չացեցի, նախքան իջացները իրանք իջացին, ասեցի կարող եմ աղոթեմ ինձ համար, can I pray for you, ասեցի իհարկե կարող ես աղոթել, և 3 օր է շաբաթվա մեջը տակրկի մի բան ստացվեց, համարյա 11-15 գիշերին մտնում էի տուն, ես անջատում եմ իմ Uber-ի app-ը հենց երբ որ գարաժին եմ մոտենում, որ գարաժի մեջ արդեն չի բռնում անջատեմ, հենց նախքան մտնելս հեռախոսով էլ խոսում էի Միկայի հետ, ինքնեսս, ասացի, ահա Միկա մի հատ փոքր զանգ եկավ, ասի $16, ես մի 8 րոպեանոց մի բան անում, ու երևում եմ ոնց որ հենց ստեղ է, հարևաններիցս մեկն է տեսնումով ա լինելու, և գնացի վերցնելու այս անձին, I went to pick up this gentleman, twice my size, twice my weight. Երկու բոյս, երկու ջանը։ Նայեցի եկավ մտավ մեքենան, hello brother, ռամեցեք, ուր ենք եդում, մտում ենք ստեղ մոտիկ տեղ, անձրեմը թափում է, it's raining very, very hard։ Ուր ենք գնում ենք, որ նավը իրա, ծածկված, տեսնենք ծածկված է, թե չէ։ Is his boat covered or not? Needless to say, ժամը 11-15 իրան վերցեցի և գիշերվա 1:45 իրան իջացել եմ, 2.5 ժամ հետո։ So here's the journey. Եվ այսպիսով սկսեցինք. We are driving to his boat to make sure that the boat is covered. And the fun begins. He opens his ginormous umbrella and I open my regular size umbrella. Մի հատ այնպիսի մի հովանոց բացեց, որ երևի մի 5 հոգի հանգիստ տակը կարային կանգնեն, ես էլի մինից բացեցի, անձրևը գալիս է կանգնել ենք իր նավի մոտը, նավը նորմալ է, որ ծածկված է, the boat is clear, everything, I'm like, okay, հիմա ինչ, it's only one way, ու գեյթը բացեց, գեյթը փակվեց, գեյթով մենակ պիտի բացում փակելով դուրս գաս, okay, ինչ ենք անում ստեղ, հանեց պիվան բացեց, պիվան սկսեց խմել, սիգարետը միացրեց, okay, հիմա ինչ ենք անում, սիրուն նավա չէ աշմ եմ, անձրևը գալիս է հելն դուրսը կանգնել եմ իրա հետ, բայց նավը ծածկված է, շատ սիրուն նավ, it's beautiful boat, yeah, okay, բայց բան չի երևում։ Standing under the heavy rain, he tells me that it's his father's birthday today, as he's drinking his beer, իրա հայրիկի ծնունն է այսօր և պիվան խմելով։ Ես ասեցի, oh, that's wonderful, happy birthday։ Շնորհավորելով իր հոր ծնունդը։ He tells me the ashes of his father is in the boat who died after the Palisades fire. Իր հոր մոխիրը նավի մեջն է դրած, որ մահացել էր Palisades գրավների հրդեհից հետո։ Oops. And then he says, my brother's ashes are here too, who overdosed at a younger age. Իմ եղբոր փոշին էր այստեղ, որ
թմրամոլություններից մահացել ջահե տարիքում։ He shared this with me about 7 times that night. Մի 7 անգամ ինքը դա կիսվեց իմ հետ։ At that point, hey Jamie, I said, okay, Lord, what are we doing? Ինչու համար է այս շամի, այս մարդի ինձ հանդիպել։ Ստեղ ուրիշ մի բան կա։ Չեմ մտածում, ստեղ ինչա կատարվելու։ Okay, Lord, այս մարդուն բերեցիր իմ ճամփը։ Why? That's what I want. I want my spiritual antennanes հոգևոր միացած լինի։ So սկսեցինք իրան ասեցի, alright, this guy is hurting. Այս եղբայրը ցավ ունի եւ ցավ է նակիսումից հետ։ 30 րոպե պես կանգնեցինք անձերի տակ, չէի զգում արդեն ջինսս ջուրը դառել։ I'm all wet, standing there under the rain for about 30 minutes. And then he says, don't worry, brother, I have money. I'll take care of you with cash. Ես մի մտածի գումար ունեմ, ես քեզի փողդ կվճարեմ։ Okay. Սկսեցինք մեքենան նստեցինք, գնում ենք, ասեց մի հատ էս հյուրանոցի մոտը կանգնի, ընդամենը մի 5 րոպեվա ճանապարհ որտեղից որտեղ գնալ գալը։ Հյուրանոցը կանգնի ասեց, stop by the hotel, let me get some money, I lived here for 3 months, երբ որ կրակներ եղա, երևի դեպ 3 ամիս մնացել է, դուրս եկավ, մի հատ էլ պիվա բացեց, մի հատ էլ սիգարետը միացրեց, դեպի իր համար, Okay, Lord, where are we going with this? Եվ մտավ մեքենան, սկսեց 1, 2, 3 գումարները կողքից տալիս է, ասեց արի գնանք ներքև ընդեղ բար կա, մի հատ տեսնեմ ընկերներս ընդեղ են, ասեց գնացինք, քշում ենք դեպի բարը, ֆրացինք կողքերը, տեսանք չէ ընդեղ մարդ չկա, okay, տուն եմ քշում, so I think, արդեն մոտավորապես մի ժամ անցել է, քշում ենք դեպի տուն, ասեց արիստերից մի հատ ձախ արա, համարյա հասել էինք, ձախ ենք անում, գնում ենք Marina, որտեղ որ նավերն են բոլոր կանգնած, I'm at the Marina where all the boats are there, and we get out again. Այդտեղ արդեն այդ ժամանակի մեջ մոտավորապես երևի 45 րոպե թե ոչ ավել, about 45 minutes, about 4 or 5 more beers, few more cigarettes, կանգնած ենք իրար հետ, ես իմ զոնդիկով, իրա զոնդիկով և սիրտը նորից կիսվում է, շարունակում է, rain hitting the ocean, and he begins to share again the story. At that point, I said, okay, say hello to your little friend. It's me, I'm your little friend. I said, hey, Ryan, Lord opens doors no one can close and closes doors no one can open. Says նայեց ինձի, որտեղից իշխանությամբ ասեցի, որ Ամերիկա էս պատմությունից։ I hear you, խմացա, հարփած չի, բայց հեպլա, ետ ճանդակին երև մի բուտկա կարարախներ։ Տերը բացում է դռներ ոչ մեկ չի կարա փակի, Ryan։ Ու գիտեք ինչ արեց? Our Father in heaven, hallowed be your name, your kingdom come, your will be done. Սկսավ հայրներ ասել։ Մոսես կանգնեց։ Give us our day, our daily, give us today our daily bread. Give us our day, our daily bread. Ուզում են օգնել, օգնեցի, շանակեց, վերջացրեց։ Կանգնեց ստենց, ասացի մեկից մեկից մեկը հոպի կյանք եկավ, ինքը կորցել է ես, կորցել է պապային, ասի, Աստվածաշնչի մեջը հոպի պատմությունը կա, ասեցի, Ryan, ես նայեց ինձի, Our Father in heaven, hallowed be your name. Լորից սկսեց հայրներ ասել։ Ժամանակ տրամադրեցի, իրար հետ անձերի տակ կանգնեցինք, թրջվեցինք իրար հետ, ավելի ես, խոսեց, իսվեցի իրար հետ, աստուր խոսք ասի, Ryan ասի, օգնել եմ ասեցի, ուշա, քունսատան ասի, քեզ ասում չեպան, օքեյ, նստեցինք ավտոն,
գնացի տուն, իջավ, ասեց, արի տան ընդեղ ծովափի մոտ իրար հետ, ասի Վրան ջան, ես գնում քնելու։ Յուդու հեռախոսները փոխեցինք իրար հետ, մյուս օրը ես իրան զանգեցի, ասի Վրան, ավելի շուտ message ուղարկեցի, are you okay, how are you? I am good brother, thank you so much. Ասի, I'm just checking up, ուղղակի ուզում կապնում, տեսնում լավ ես, թե նորմալ ամեն բան, հա, լավ ամեն ինչ, ասի, okay, and it begins. Ուր կետասա, ես չգիտեմ, բայց գիտեք ինչ սիրելիներ, թող մեր հոգևոր անտենաները միշտ միացած լինեն։ Որ մի բան արմա, ես կարա հեշտությամբ դատեի, հեշտությամբ մի բան անեի, այմակ ոնց կարանամ ես այն ճամփուցը սկսեմ, բայց զգացի մի բան մի րոպե, ստե մի բան ուրիշ կա։ Այս մարդը ցավում էր, իր հոր ծնունդն էր, իր ցավեր գալիս մեջ։ Նավը նորմալ էր, ամեն ինչ փակված էր, գնացի տուն լրիվ թրջված, բայց փակվի Աստծո։ Տերը որ քո ճանապարհին մեկը բերում համշադիր եղի, շատ անգամ ուժում այդ սիրելիս։ Եվ մենք այդտեղ աստվածային ժամադրությունը ստեղծում Տերը, որ մենք որոշ բաներ Իրոջ կամքով կատարենք։ Այսօրվա թեման դուք եք։ Today's subject is you. I want to introduce you to you today. Ես ուզում եմ քեզ ծանոթացնել քեզ հետ այսօր։ Ինչ եմ խոսում։ Fear defeats more people than any other one thing in the world. Վախը ավելի շատ մարդկանց տապալում է, քան որևէ մի բան աշխարհի մեջ։ Եվ միտեք, որ Աստվածաշնչի մեջ 365 անգամ ասում է մի վախեցիր, do not fear։ Ինչու համար, որովհետև հենց դրա համար վախի պատճառով, վախենալով քայլելու մենք քայլեր չենք անում, չենք շարժվում, չենք խոսում, ինչու համար, որովհետև սատանան ուզում է մեր բերանը փակած լինի։ No, ես քարոզելու մի գուցե եկող կիրակյորը being contagious Christians, վարակող քրիստոնյաներ լինելու մասին։ Տարիներ առաջ Լաս Վեգասում այդ միտքս եկավ եւ ուզում եմ կիսվեմ այդ խոսքը։ Կարևոր խոսք կա, մենք պետք է լինենք այդպես վարակող քրիստոնյաներ։ Եթե չլինենք վարակող մենք, ոնց եք կարծում այսօր մենք այս եկեղեցին ունենք, որտեղ ունենք մի 12 աշակերտներ, որը սկսեցին վարակել աճ ձախ, ոչ թե COVID էին վարակում, այլ հոգևոր վարակիչներ եղան եւ այդպես էլ մենք Scripture says perfect love casts out fear. Աստվածաշունչը ասում է կատարյալ սերը վախը տապալում է, վախը հեռացնում է։ Այդ աստվածային սերը ամեն բան, որտեղ ինչու համար մի փոքրիկ դուր եթե այս մտքիդ մեջը բացեցի, you open up a little door in your mind, the fear will come in, կմեծանա, but would you move according to the love of God, Աստծո սիրով երբ որ մենք շարժվում ենք, այդ վախը փակվում է, դուրը փակվում է։ Դու կարողանում ես շարժվել ավելի իշխանությամբ եւ ավելի զորությամբ։ The manufacturer knows what he has created. Ստեղծագործողը գիտի ինչ է ստեղծել։ Ես ծանոթացնում եմ քեզ այսօր։ Սակո ջան, ծանոթացի այսօր Սակոյի հետ։ I want to introduce you to you. Who is that? The person who invented pencil knew exactly what the pencil was for. Մատիտ ստեղծագործողը գիտեր ինչի համար է ստեղծագործում մատիտը։ Բայց եթե ուրիշ մեկի ձեռքին տա այդ մատիտը, որ կյանքում մատիտ տեսած չկա, ինքը կմերթներ այդ մատիտը կարող է փոսփորել։ Որտեղ չգիտի ինչի համար է դա։ Բայց ստեղծագործողը գիտի ինչի համար է։ The one who manufactured, the one who created knows exactly what he has created. I'm going to share a story from the Bible of a man named Gideon. Gideoni մասին պետք է խոսեմ Աստվածաշնչից. He was a scared, pathetic, could even call him a coward of a man. Mi անձ որ վախեցած տկար, թույլ,
Բախկվելով hiding until one day the manufacturer sent an angel to show up. Այդպիսով բախկվելով վախեցած վիճակում բախկված աշխատում է միջև որ ստեղծագործողը հեշտակ ուղարկեց իրան ով ասելներ մեր ստեղծագործողը եւ Աստված գիտի ինչ է ստեղծագործել ուղղակի մենք շատ անգամ չգիտենք ով ենք մենք դրա համար ասում Harmon introduce you to you ով ստեղծագործողը գիտի ինչ է ստեղծել մենք չգիտենք ինքը ինչ է ստեղծել մեր մեջ մենք չգիտենք Գիդեոնը չգիտեր ինքը ով է He had no idea who he is and the manufacturer told him that he's a mighty man of valor Զորավոր զինվոր ես ասեց իր ստեղծագործողը Gideon started looking left and right ում ասես խոսում դեր ով այս mighty man of valor Զորավոր զինվոր Who is he talking to? Basically, God wanted to introduce Gideon to Gideon. There was with Gideon. Someone cast him Gideon. You see, when you meet yourself, you can't believe yourself. Therefore, tu can't someone is just how to do this. Եկեք կարդանք համարները ստեղծագործողներն ունեմ եւ հայերեն ունեմ simultaneously. Now the angel of the Lord came and sat under the terebinth tree which was at Ophrah which belonged to Joash the Abiezrite while his son Gideon threshed wheat in the winepress in order to hide it from the Midianites. Հիմա ես բոլորը 11 համարի մեջ նա դատավորած մեկի մեջից 6-րդ գլխի 11-ից ներողություն չասեցի սկզբից 6-րդ գլուխ 11-ից մինչև 16-ն ենք կարդալու, բայց այս բոլոր անունները հետաքրքիր է։ Տիրոջ հրեշտակը եկավ ու Եփրայում գտնվող գաղտնու տակ նստեց, որն Աբիզերիայի Հովասին էր պատկանում ու նրա որդին Գեդեոնը հնձման ծորենն էր ծեծում մադիանիցներից թաքցնելու համար Միջև ես մի համարը, որ ես կարդացի առաջի անգամ ամեն մի անուն ամեն բանը ինձ մի հատ ուրիշ մի բան հիշացեց Մի օր կմկմացող stuttering man գնում Աստվածաշնչյան խանութ goes to the Bible store and says Sir I want to be a Bible salesman. Աստվածաշունչն է ուզում, որ ծախի։ Մարդն նայում ասում կմկանում ալիգել է, ոնց կարամ ես մեղկանում են համ, բայց չգիտեն չասեն, ասում են, okay, մի երկու հատ աստվածաշունչ ասենք տան կտեսն, որ դժվար է բան, գնում մավարկյանական հետ է գալիս, ասում են, what happened? You sold it already. Can I have more? Նորից ծախել եմ ներիմ միտուպ է տալիս։ Միտուպը մի շաբաթները դառնում է լրի ծախած գումաները վերադարձնում է։ Ասում է, you already sold it? Yes, sir. I sold all the Bibles. Շարմացած նայում ես մարդը իսկ կան աստվածը շնչերը ոնց է ծախում գումանները բաժանում հետա տալիս երբ որ կարդում եք ինձ ես տնա հիշեցի ասում ոնց ես դու ես բոլորը ծախում ինչպես ես կարող how do you sell all these Bibles well when I knock on the door I ask them would you like me to read the Bible or would you like to buy it Hence for this no come make it Աստվածաշունչը առնում է որ մենակ դիք չկարտա այդպես կգնա հիմա ես երբ որ կարդում ես միշտ բոլորը բաները ասեցի լավ սպասում եմ այդ բանը ինձ հիշացեց կարևորը աստծո օծությունն է եւ ոչ թե մեր արծաթե լեզուն այդպես էլ նույն ձևի էլ
Մովսեսը տիրոջ այշում եք, ասեց ոնց կարող եմ ես խոսել, ասեց մի մտածի, ասեց եղբոր միջոցով խոսեք, բայց հետո տեսնում ենք, երբ որ տիրոջ ուղղությունը մարդու վրա է մնացածը մեկ կողմ։ 12-րդ համարը The angel of the Lord appeared to him and said to him, The Lord is with you, you mighty man of valor. Տիրոջ հրեշտակը նրան երևաց եւ ասեց, ով հզոր պատերազմող, Տերը քեզ հետ է։ Հիմա սկսել Գիդեոնի պատմությունը։ Gideon said to him, Oh my Lord, if the Lord is with us, why then has all this happened to us? And where are all his miracles which our father told us about? Saying, did not the Lord bring us from Egypt? But now the Lord has forsaken us and delivered us into the hands of the Midianites. Գեդեոնը նրան ասաց, «Ո Տեր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչու է մեզ գլխին այս ամեն ինչը տեղի կունում։ Ուր են նրա հրաշքները, որոնց մասին մեր հայրերը մեզ պատմում էին։ Ասելով Տերը մեզ Եգիպտոսից դուրս բերեց, բայց հիմա Տեր մեզանից երես է, հիմա մեզանից Տերը երես է թեքել ու մեզ մեդիանեցիների ձեռքն է մատնել։ 14-րդ համարը, Then the Lord turned to him and said, Տերը շնորհակալից իրեն ասում է, Go in this might of yours, and you shall save Israel from the hand of the Midianites. Have I not sent you? Տերը նրան նայեց ու նրան ասաց, Քո այդ զորությամբ գնամ, եւ դու Իսրայել ազատագրելու ես մադիանցիների ձեռքից, չեմ որ ես քեզ ուղարկեցի։ Verse 15, 15-րդ համարը. So he said to him, Oh my Lord, how can I save Israel? Indeed, my clan is the weakest in Manasseh, and I am the least in my father's house. Պատճառները Գիդեոնի շարունակվում են եւ ասաց նրան, Ով Տեր իմ, Իսրայելի, ինչպես ես ազատեմ, ահա իմ ընտանիքը Մանասայի ցեղում ամենաաղքատն է եւ ես իմ հոր տան ամենակրտեսն եմ։ Okay. The least. And the Lord said to him, Surely I will be with you, and you shall defeat the Midianites. Then ասաց, իհարկե ես քեզ հետ եմ լինելու ու Մադիանին հարվածելու ես մեկ մարդու պես։ Հարկ իր խոսքի համար։ All of you have said and heard said to you, God is with you. Ասած կապ չէ, խոսքը Աստված քեզ հետ։ Երևի մի միլիոն անգամ քեզ ասել են, երևի մի միլիոն անգամ են դու ասած կլես, Տերը քեզ հետ, Տերը քեզ հետ, Տերը ինձ հետ, Տերը քեզ հետ։ Երկու օր առաջ ուրբաթ գիշերով ես լսում էի Չակ Սմիթը դասավանդություն այս համարի վրա, I was listening to Chuck Smith speak about Judges 6:12, and the way he explained it is so amazing. That's a doctrine որ ինձ համար ամբողջովին ջեղքում էր այդ երեկո։ I had a breakthrough. Հիշում եք, երբ որ Հիսուսը իր աշակերտներին ասում էր, որ ինձից ծեծելու են, ջարդելու են, այսպես հնարել, խաչապայթի անելու են, սպանելու են։ Բայց 3 օր հետո հարություն եմ ապրել։ Աշակերտները բոլոր լսեցին, սա 3 անգամ թե քանի անգամ ինքը ասում է, նույնիսկ երբ որ Սարը հելավ 3-ի հետ, իրենց բացատրեց, որ ինձ սպանելու են, չենք հասկանում, ինչ սպանելու մասին խոսում ես, ինչ հարություն անելու մասին, չէր տեղ գալիս, ու շատ անգամ երբ որ իրենք լսում էին առաջին նախադասությունը, որ ինձ սպանելու են, այնքան շոկի մեջ էին մտնում, they in such a shock when they would hear that he is going to die, they forgot the rest of the message. Մոռացան մնացածը, որ երրորդ օրը հարություն առնելու։
Երբ որ առաջի անգամ այն երազը ես ստացա, որ բեմի վրա spotlight եկավ եւ բեմի վրա գրած է Judges 6:12, առավոտը որ ես արթնացա, ես այս բանը կիսվել եմ ձեզ հետ։ Եվ զորավոր զինվոր կարդում եմ։ Գիդեոնի նման հայերի մեջ ես զորավոր զինվոր չեք տեսնում։ Բայց մնացածը ոնց որ տեղ չեկավ։ Չհասկացա, որ ասես Տերը քեզ հետ է ներսից։ Այսինքն հայտնությունը եւ ճեղքումը այն է, որ այս անձը, որ ինձ մոտեցավ եւ բարձ կապույտ հայկա տվեց իսի, այդ երեկո, ինչ որ դուք եք տեսնում, նույն բանը ես տեսա։ Բայց հետո երբ որ այս նույն մայքեն վերցեցի եւ հետևը շուտվեցի, տեսա, որ գնաց զորավոր զինվոր մեջքի վրա։ Ու դեռ լավ քշվեցի արդեն երեկոյի ասետոմության ստաց, սպասում եմ, որ մնացածները գան, որ իրարու հետ մենք պետք է ասո խոսք կիսվենք եւ ինձ այս մայքին է տալիս։ Հերիք չի երազը ես տեսա, բայց մի հատ մայքա դու հաստատի Տերը, ոնց որ Գիդեոնին մեկ չէ երեք անգամ հաստատեց, որ ես եմ Աստված եւ ես եմ քեզ կանչում։ Եվ շատ անգամ մեր կյանքի մեջ սիրելիներ մենք չենք հասկանում, մենք չենք տեսնում Աստծո կանչը, չենք մեր գնահատում, թե մենք ով ենք, ձեր ստեղծագործողը ուզում է ձեզ ծանոթացնի, թե դուք ով եք։ Who you are in him։ Ու շատ անգամ մենք մեզի վերցնում ենք սակում ենք ամենապահազան նահասարակ ինչպես որ Գիդեոնը բախկված գործանում որ չկան հանդարտ թալանեն իրար, փակելով, ծածկվելով։ And I forgot the rest, that he is with me, ու շատ անգամ կյանքի մեջ էս ալինում, են ալինում, վայ, վույ, oh, he's with me։ Ու այդ հայտնությունը այնպիսի զորավոր ձևով էր, որ ամեն բան մտքիս սեցնում։ Ֆինանսական այդ մասին մտածի, ես երեխաների մասին մի մտածի, ես քո հետ եմ։ Տանդ մասին մի մտածի, ես քո հետ եմ։ Եկեղեցու մասին մի մտածի, ես քո հետ եմ։ Բոլորովին այնպես առաջացավ իմ մեջս, որ I realized he's with me. He is really with me. Հոգս չունեմ, չպետք է ունենամ, հենց հոգս եմ անում, հետո սկսում եմ մտքերից մեջ մտնել, oh, stop, he's with me, he's with me, Գիդեոնին պատմում է, սովորացում է, Գիդեոնը պատճառան Տերը չի լսում, իր պատճառներին չի լսում, he doesn't listen to his excuses, no, he keeps telling him, move forward, he keeps telling him how much he's of value. I am with you. Առանց ձևով երեք կետեր և հետաքրքիր մի վկայություն տարիներ առաջվում։ Սո առաջինը ուզում եմ, որ դու իմանաս, որ դու ով ես, դա նշանակում է ես քո հետ եմ։ I am with you, Aram. I am with you, Engels. I am with you, Alexander. I am with you. Several years ago, I was in a boat going from Rhodos Island in Greece to Patmos. Տարիներ առաջ նավի մեջ Ռոդոսից գնում եմ դեպի Պատմոս եւ նայում եմ Թուրքիան դեմս։ Մի քանի yard, մի քանի 100 yard, a couple of 100 yards away. I'm looking at Turkey and I'm saying, is it possible that somewhere right here, my grandfather was 8 years old, his brother 10 years old, only 2 survivors. The American missionaries took them from there and brought them to the orphanage in Greece to save them. Այստեղից էր որ բանկից վերցել են միգուցե վերել Հունաստան։ Ու ես մտքերով սենց նայում եմ, I mean my thoughts and the Holy Spirit spoke to me, Սուրբ Աստվածը խոսեց այդ բանին իմ հետ։ That one day I will preach in this land, in Turkey, with a Christian man, or ես
այս երկրում Թուրքիայում քարոզեմ Աստծո խոսքը իրեն հետ, քրիստոնյա թուրք եղբոր հետ։ Few years later I was introduced to Yüksel, տարիներ հետո ես ծանոթացա Yüksel եղբորը, who became a very dear brother of mine, շատ հավատարիմ եղբայր դառավ։ When I met him, I immediately remember what the Holy Spirit had spoken to me in that boat. Երբ որ իրեն ծանոթացա մեկից մտքիս մեջ ասա տեր, այս մարդն է, որ իր հետ ես քարոզեմ Թուրքիայում մի օր։ Is this the man? Որ մեկից մտքիս մեջ եկավ։ He moved to Las Vegas. Տեղափոխվեց ընտանյոք Las Vegas եւ մեր հայկական եկեղեցիում 6 ամիս հետս ծառայեց։ Լվալով մեր անդամներից մեկի ոտքը ներողություն խնդրելով, թե ինչ էր իր պապերը արել մեր պապերին։ He reconciled, he shared. I wanted God to tell me when it was time. I didn't want to just get up and say, okay, Yüksel, when can I go preach in Turkey? I don't want to say nothing. After many years evangelizing in the United States to the Muslims, Yüksel and his family received the calling from God to raise the 7 churches in the book of Revelation, which is in Turkey today. Տարիներ հետո երկար ժամանակ ծառայելով մեծնամասնության մուսուլմաններին, Տեր իրեն կանչում է, որ ետ վերադառնա Թուրքիա եւ 7 եկեղեցիները, որ հայտնության գրքի մեջ կան, բարձրացնի Թուրքիայում։ He calls me his David and he's the Jonathan. Just one, Achbarik, you are my David, I am your Jonathan. And after many years, I saw him few months ago, տարիներ հետո ես եկել էր վերադարձել այստեղ Փասադենայում էր, իրար զանգեց ինձի, որ իրար տեսնվենք, ոնց որ թանկագին եղբայրներ այնքան ասենց գրկեցինք իրար են, որ holding each other, hugging one another, ասենց գրկելով, մոտորապես կա 2-3 րոպե գիտես, that's a long time, երկու տղամարդ իրար գրկելով. And we're standing there and he goes, I miss you, brother. I miss you. I said, I miss you too, you said. Goes, brother, I would like you to come to Ephesus and preach. That means it's time. 10 թվականին հետաքրքիր փոքրիկ 6 տարեկան մարգարե մարգարեացավ մի բան 16 years ago 16 տարի առաջ Yüksel եղբայրը իր վկայությունն է տալիս ամերիկյան եկեղեցու վրա Yüksel was giving his testimony I have been looking for this journal for years. And it's been sitting. Նայել եմ ես ամեջը, որտեղ այդ մարգարեությունը գրվեց։ Չեմ գտնում։ Տարիներ չեմ գտնում։ I'm looking for it, չեմ գտնում։ Եվ երբ որ Yüksel ասեց, I'd like you to come to Ephesus and preach, I Ephesus word. Parոզես, բացեցի ես գիրքը ու մեկից էջը բացվեց դերս։ God said it's time, աստված ասեց ժամանակ։ Եվ ինչ էր գրած, նայ։ January 19, 2010, during the 7 p.m. service, after watching Pastor Yüksel giving his testimony, this little 6-year-old began speaking. Can I fly to Turkey? I said yes, but with the visa. Is it daytime or evening time now in Turkey?
հարցը տալիս, երեկո է առավոտ է Թուրքիայում։ Մայրը պատասխանում է, I said morning because it's evening here։ Այս փոքրիկ մարգարեն որ ասում է, իր անունը Սամի է, որ այսօրվա ֆուտբոլիստ է, Վարուժան եղբայր։ Daddy, Pastor Yüksel and I will fly to Turkey։ Ինքը ոչ ճիշտ չգիտի։ Տեսիլքը ասո խոսքը, բան չգիտի ինքը սրա մասին։ 6 տարեկան։ Եվ ասում է, ես թռնելու եմ Թուրքիա։ Daddy, Pastor Yüksel, I will fly to Turkey։ Mom, I need 2 vans, 2 horses, and 1 donkey։ Երկու վան, երկու հարձիր, և մի հատ էլ ավանակ այնցի պետք։ You think this is a 6-year-old speaking? No, this is God speaking to a 6-year-old. Հիսուսն է խոսում, շարունակությունս։ When we arrive in Turkey, երբ որ մենք Թուրքիա հասնենք, we will go through the prison, կգնանք բանտը, and it will be open, դռները բաց կլինեն։ We will walk in and free the good people, կմտնենք և լավ մարդկանց կազատենք։ Also, Mom, we need helmet, sword, and a shield to protect us. Կարծում եք 6 տարեկանն ասա խոսում։ We need helmet of salvation, we need the sword, and a shield to protect us. Then when we free the good people, I will go to the men that hurt Pastor Yüksel and beat them. When I asked if that is what Jesus would do, Sammy said, no, Mom. I can't tell the Turks that I'm not Christian, can I? That would be lying, so no, that will not work. I think I said that Pastor Yüksel will not be able to go back to Turkey. This is Mom saying. Sammy said, one of the good people that becomes free from prison will help Daddy and I. Will translate for us. The 2 horses are for Daddy and Pastor Yüksel. The donkey is for me, but it will go fast, if not faster than the horses. This is not Sammy speaking, this is Sammy. This is complete prophetic word. God is with me. Այսի չեր լինի, եթե ինքը չլսեր Աստծոց։ Այսի առաջ անգամ չի որ Սամի այսպես խոսացել, ու շատ բաներ կա։ This little fellow, ու իրան նստացրեցի Սամի ես գտա այսի։ I was sharing this with you yesterday. Արագացն եմ մի քիչ։ Ու սա դու շատ ես ասի դու մոռացել ես, ես 16 տարի առաջ էր, երբ դու 6 տարեկան ես։ He's had prophetic moments for crazy stuff. For Աստված իր միջոցով խոսում է. I said, you are a prophet, sir. But the time will come, just like I was a basketball coach. That's why I was this and that. But one day God took me and said, you're going to be a pastor. And one day God is going to pull you out and said, okay, you played enough soccer. Erikachka football the shit season. Mom, I'm calling you in the prophetic way. Եվ սիրելիներ, առաջ Աստված օգոստոսին ես գնալու եմ Թուրքիա, Եփեսոս եկեղեցու քարոզին։ Ես մարդկայությունը լավ ծանոթանում եմ, եւ այնտեղ ողաթարմանելու բանկից փրկողներ իմ կարծիքով օգտվող բանկի մեջ լինողներն են, ոչ թե հենց բանկի մեջիններն են, բայց Տերը ինքն է։ God is calling. So God is with you. Տերը գոյել առագաստեն, կարդալով 10-րդ համարը նորից, reading verse number 13 real quickly.
Գեդեոնը նրան ասաց. «Ո Տեր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչու մեր գլխին տեղացին այս ամենը, ուր են նրա հրաշքները, որոնց մասին մեր հայրերը մեզ պատմել, եւ ասելով Տերը մեզ հետ Եգիպտոսից դուրս բերեց, բայց հիմա Տերը մեզանից երես է թեքել եւ մեզ Մադիոնացի ձեռքի մեջ է դրել»։ Stop looking back is number 2. Հերիքա անցյալը նայեք, հերիքա անցյալի մեջ ապրեք, հերիքա բողոքեք, stop complaining, անցյալը թող մնա անցյալով, մի բեր հետը, Տերը իրար առաջ նա ցույց տալիս, Տերը ասում է ես քո հետ եմ, Տերը ասում է ես հանձնել եմ քո ձեռքիդ մեջ եմ, Գիդեոնը շարունակում է հետևը նայել, Գիդեոնը շարունակում է անցյալը նայել, Գիդեոնը շարունակում է իր ցավերը ներկայացնել, Գիդեոնը շարունակում է his resentment, his unforgiveness, everything. Friends, brothers, sisters, leave the past in the past. Հետը քաշ մի դուր։ Karamanyan եղբայր, forward we go. Aram Karamanyan, forward we go. Yet mi nai. Հետևը լավ բան գոյություն չունի։ Նայեք Պողոս Արաքյալը ինչ լավ բան ասում Ֆիլիպեցիս 3:13-ի մեջ է։ In Philippians 3:13, look at what Paul says. Եղբայրներ, ես չեմ համարում, թե արդեն հասել եմ, բայց այս մի բանը անում եմ, որ հետևում մնացածները մոռացած թող լինի առջևում եղածներին ձգտվենք։ Look at it in English. Brethren, I do not count myself to have apprehended, but one thing I do, forgetting those things which are behind and reaching forward to those things which are ahead. Stop carrying resentment, stop carrying anger, unforgiveness, and all the negative trash from the past. It's time to move forward. Aggie, it's time to move forward. Albert Yechbaid, it's time to move forward. Little sweetheart, it's time to move forward. It's choking us. Gideon kept crying about the past, not recognizing who he is. Gideon շարունակ լացում էր անցյալի համար առաջ ճանաչելու ինքը ով է, meaning you gotta know who you are. Մենք պետք է ճանաչենք ով ենք մենք. The Lord kept ignoring Gideon's nagging and complaining and kept the focus on the future. Շարունակ Տերը արհամարում էր Գիդեոնին ավել պակաս խոսակցություն եւ դեպի առաջ նշանակություն ցույց տալ. Church, stop talking about the COVID, what it did, what the previous pastor did, what the Falan and Fustan did. Look all around you and see what the Lord is doing now. Look what the Lord is doing now. And the third one, very briefly, I will give you victory. Verse 16 says, I will hand it to you. If you start in the past, you will miss the bus, you will miss the train, you will miss not the boat, but the cruise ship. I will be with you, says the Lord. Remember what I read earlier. Fear defeats more people than any other one thing. Եթե մենք անցյալում մնանք, ինչ Աստված ունի քո համար, չես նկատի ինչ անում քո շուրջը, չես նկատի մեր հոգևոր անտենաները միացած չեն, ու բիբլիոս, երջանցած, մի քիչ երկար գնաց, որովհետև վկայությունը կարդալը և վկայությունը, որ կատարվեց մեծ ամեն բանը, Տիրոջ փառքի համար Հիշողը խոսքը, վկայությունները, քաջարում են ուսումնասիրում,
ոտքի վրա ալանք, վերջի երկրորդ և օրդության աղորդը բաժնին, Եկեղեցիներով երկու ամիսը մեկ տարի եղբոր առաջնորդությամբ ուսումով հավաքվում ենք ամիսնի անգամ աշոտ եղբոր քաջալերով բոլոր Եգիպտիսի եկեղեցիները և հարց առաջացավ ուր են այսօրվա ավետարանիչները, ինչու չկան ավետարանիչներ այսօր, ավետարանչուհիներ, մարգարեներ, մարգարեուհիներ, ինչպես Աննա, սերներ կան ուղղակի եկեղեցի աչքի փակը, ունենք քույրեր, որ իրենց բերանները փակում են, ունենք ծառայողներ, որ ասում ենք արժանի չեն, ես այսօր շատ բաներ տեսել եմ և շատ բաներ սովորել եմ, որ մենք պետք է ունենանք այդ աչքերը և ականջը լսելու և տեսնելու։ Աստված օրհնի մեզ և պահի մեզ։ Այդ Աստված պայծառեցնի իր երեսը մեր վրա և ողորմի մեզ։ Աստված բարձրացնի իր երեսը մեր